Շատ խոսում են եւ որակում են այցը պատմական Թուրքիայի մեր գործընկերներն էլ արդեն հասցրեցին այդպես որակել։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպման ավարտին որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Առարկայական պայմանավորվածությունների մասին էլ երկկողմ հայտարարություններ չկան։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Փաշինյանն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին, ինչպես նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Այդ նախագծով Հայաստանի կառավարությունն առաջարկում է իրականացնել տարածաշրջանի ապաշրջափակումը, հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինչ կարծիք է հայտնել Փաշինյանի առաջարկած խաղաղության խաչմերուկի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Մինչև Էրդողանին հանդիպելը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում Փաշինյանն ասել էր, թե անցած տարի Նյու Յորքում Թուրքիայի ղեկավարի հետ ընդհանուր գծերով խոսել է այդ նախագծի մասին, բայց ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն կունենան հանդիպման ընթացքում։ Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է միջին միջանցքը եւ նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող եւ Թուրքիայի կողմից առաջ մղվող միջին միջանցքի նախագիծը եւ ինձ համար ակնհայտ է, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը կարող է լինել միջին միջանցքի նախագծի մաս եւ այդ տրամաբանության մեջ է եւ ես այսօր հենց այդ թեմայով վստահաբար կխոսեմ նախագահ Էրդողանի հետ։ Ադրբեջանը մերժել է խաղաղության խաչմերուկը, այն համարել ուշացած, նախագահ Ալիևը բավական կոշտ էր արտահայտվել, ասելով, թե այդ նախագիծը գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել։ Պաշտոնական Անկարան անդրադառնալով երեկ տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը խաղաղության խաչմերուկի մասին որևէ հիշատակում չի անում։ Թուրքական կողմի փոխանցմամբ հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված կոնսենսուսի կարեւորությունը եւ հավելել, որ Թուրքիան կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին, փոխադարձ շահերը հաշվի առնելով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ Հիմա այս այցից չպետք է այսպիսի չափազանցված սպասելիքներ ունենանք։ Իմ պատկերացրած ակնկալիքը այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը։ Այն, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, Փաշինյանն արդեն ասել էր Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, շեշտելով այցի նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զրոյից կառուցելն է։ Մեր համաձայնությունը ինչի շուրջ պետք է լինի։ Հայաստանը սպառնալիք չի Թուրքիայի համար, Թուրքիան սպառնալիք չի Հայաստանի համար։ Այս փուլում, ինչպես Փաշինյանը ձևակերպեց, Հայաստանի նպատակն է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը, որը ենթադրում է Հայաստան-Թուրքիա ճանապարհների երկաթուղիների վերաբացում։ Տարածքով գնան գա, թող գնան գա, վատա դա։ Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը վստահեցրեց, Զանգեզուրի միջանցք չի լինելու, իսկ խաղաղության խաչմերուկը իրականություն է դառնալու։ Դրա համար ըստ Փաշինյանի պատկերավոր ձևակերպման պետք է երթևեկության կանոններին ենթարկվել։ Թեման բարձրացրեց Ակոս թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով պնդեց, որքան էլ Հայաստանը մերժի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, չարագործության դաշինքը համառորեն պնդում է այդ միջանցքի մասին եւ չի թաքցնում, որ այն իրենց սրբազան երազանքի Թուրանի ճանապարհն է։ Այս պահին հայերս ունենք չարիքի դաշինք մեր դիմաց, որքան կարելի է Գազանին սիրաշահել քաղցր խոսքերով, երբ նրանք սպառնալիքի լեզվով են խոսում, հարցրեց Պոլսահայ խմբագիրը։ Գազանը սիրաշահել քաղցր խոսքերով որքան կարելի է։ Այդ որ մենք ասում ենք ուրիշներին նայելով ասում ենք բան Գազան, բայց մենք մեզ պետք է նայենք, ժողովուրդ ջան։ Մենք գիտեք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա ու իրան անդադ վրա երթե են ենթարկում։ Վերակենում էլի ավտոյի տակ անգնում, վերակենում ու ինքը չի հասկանում, ինչի է անդադ ավտոյի տակ ընկնում։ Որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չի կարող կարդալ ճանապարհային նշանները, ինքը չգիտի, որ
ինքը այդտեղ չի կարող գտնվել, որովհետև այդտեղ գտնվելը 95 եւ ավել տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, որովհետև այդտեղ կանգնողը անկախ ան ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է այդ ավտոյի տակ, հասկանում եք։ Եվ այդ միջանցքի չեն թաքցներ, որ իրենց սրբազան երազանքին Թուրանին ջամփան է, ճանապարհն է։ Բանի հայության այս բանը մեր բոլորիս, վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, անիք, վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում։ Ասում ենք ինչ եք ուզում։ Ասում են ուզում ենք գնանք բան։ Արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք։ Ինչու՞մն է խնդրեմը։ Մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ, դա ինչ է նշանակում, որ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության։ Իդեպ Փաշինյանն ընդգծեց, պետք է պատրաստ լինել, որ երբ խաղաղության խաչմերուկը բացվի, Ադրբեջանն ասելու է Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Արդեն խաղաղության խաչմերուկը չի կարա չկատարվի։ Եթե մենք այդ ճանապարհային նշանները կարողանանք կարդանք, խաղաղության խաչմերուկը չի կարա չկատարվի։ Գիտեք, դա էլ է պետք խոստովանել, որ խաղաղության խաչմերուկը բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է, տեսեք, Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Բայց մեր ինքնիշխանության, մեր, այսինքն իրանց էլ ինչի մենակ մեր, եւ պարզեցումներ պետք է լինեն, եւ այդ պարզեցումները, որպեսզի դա կայուն երկարատև լինի, պետք է փոխադարձաբար լինի, այսինքն շահագրգռվածություն պետք է ունենանք եւ կունենանք, որպեսզի բանա, ընդ որում Իրանի իրադարձությունները ոչ թե ասածը թույլատնում են, ընդհակառակը ավելի էական եւ կարեւոր են դարձնում։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե այդ ինչ պարզեցված անցում են պատրաստ տրամադրել Ադրբեջանին, եւ արդյոք Բաքուն համաձայն է փոխադարձության սկզբունքին։